Ուշադիր լսեք, որդիս, ես այստեղ չեմ ոչ մի բանի համար, պարզապես խոսելու համար, տարիներ շարունակ ես նկատեցի, թե ինչպես են մարդիկ ապրում, ավելի ճիշտ, ինչպես են գոյատևում, առանց գիտակցելու, որ իրենք դանդաղ են ոչնչացնում իրենց, ոչ պատերազմներով, ոչ ճգնաժամերի, ոչ փողի պակասի համար, ոչ, դա ձեր սեփական սովորույթներն են, որ լուռ որպես դանդաղ թույն քայքայում են կյանքը ներսից, մինչև ամեն ինչ փչանա, եւ եթե հիմա արթնանաք, նույն կերպ կգնաք, մի օր հետ կանդրադառնա եւ հարցնելու. Որտեղ է ամեն ինչ կորչում, ինչու են ավարտվել ուժերը, ինչու նույնիսկ ապրել, ժամանակի ընթացքում կանգնած եք զգում. Ես անկեղծ կլինեմ. Ես հանդիպեցի մարդկանց, ովքեր ամեն ինչ ունեին առողջություն, երիտասարդություն, էներգիա, երազներ, բայց դրանք ներսից կոտրվել էին, եւ գիտեք թե ինչու, քանի որ նրանք կառչում էին մաքսայիներին, որոնք նրանց քաշեցին որպես անտեսանելի խարիսխներ. Հիմա ուշադրություն դարձրեք, քանի որ սա կրիտիկական է, ես չեմ խոսի այդ խորհուրդների մասին, որոնք ծեծի են ենթարկել մի խմեք, մի ծխեք կամ վարժություններ կատարեք, դուք դա արդեն գիտեք, ես ձեզ ցույց կտամ, թե ինչ եք անում ամեն օր, առանց գիտակցելու այն փոքր գործողությունները, որոնք անվնաս են թվում, բայց ժամանակի ընթացքում գողանում են ձեր կյանքը, ոչ թե կյանքը մեռնելու իմաստով, այլ ճշմարտության կյանքն է, որ լի է իմաստով, ուրախությամբ եւ ուժով։ Մարդիկ գիշերում չեն կորչում, դա դանդաղ գործընթաց է, կաթիլը թողնել, ամեն առավոտ դուք ձեր հեռախոսը վերցնում եք նախքան խորը շունչ քաշեք եւ շնորհակալ եք օրվա համար, ամեն երեկո վաղը ես սկսում ես իմանալով, որ դա ստում է ինքներդ ձեզ։ Յուրաքանչյուր արդարացում, որը կարծես անմեղ է, բայց քորոց, ինչպես քորոցը, աստիճանաբար պոկում է առանց ցավի, կարող եք մտածել. Բոլորը վատ սովորություններ ունեն, որն է առավելագույնը, բայց ոչ բոլոր սովորությունները ձեզ սպանում են ներսում, ոչ բոլորն են գողանում ժամանակը, էներգիան, վստահությունը եւ նույնիսկ ձեր նպատակակետը, եւ ամենավատը դուք ինքներդ եք պաշտպանում նրանց։ Ես հոգնել եմ, ես տրամադրության մեջ չեմ, հիմա ժամանակը չէ, սրանք ստում են, որ դուք կրկնում եք մանտրայի պես, որպես օձ, որը տաքանում է նախքան հարձակվելը։ Այն սովորությունները, որոնք դուք չեք վերահսկում, ավարտվում եք ձեզ այդքան նրբորեն վերահսկում, երբ դուք առնվազն ակնկալում եք դա, արթնանում եք 40, 50 կամ 60 տարի եւ գիտակցում եք, կյանքն անցել է, դու չես դառնաս, թե դու ուզում ես։ Չի արել այն, ինչ կարող էր, դուք այլևս չէ, եւ այդ պատճառով ես այսօր այստեղ եմ, քանի որ կարող եք փոխել, քանի որ ամեն ինչ կարող է տարբեր լինել, քանի որ դու դեռ կենդանի ես որդիս եւ ներսում դու դեռ բոց է վառվում։ Պարզապես պետք է դադարեցնել այն ձեր սեփական ձեռքերով։ Այսօր մենք պատրաստվում ենք վերլուծել 12 սովորություններ, որոնք հավանաբար կրում եք ձեր ներսում, ինչպես այնպիսի հեծյալ, որը դեռ չի ջնջվել, յուրաքանչյուրը նման է թույնի կաթիլին, միայն մեկը չի սպանում, բայց օր, տարեցտարի։ Դադարում եք ժպտալ, հավատալ, շարժվել, մինչդեռ ձեր հոգին գոռում է, եւ դուք այլևս չեք լսում։ Ես չեմ ասում, որ վախեցնել քեզ, բայց արթնացնել քեզ, քանի որ միայն նրանք, ովքեր արթնանում են, կարող են փոխել իրենց նպատակակետը։ Եվ դուք ուզում եք փոխվել, այնպես չէ։ Ես աշխարհում իմաստուն մարդ չեմ, ես շատ սխալներ եմ թույլ տվել, ես կորցրել եմ մարտերը, ավելի հաճախ դավաճանել եմ ինձ, քան կցանկանայի խոստովանել, բայց ժամանակի ընթացքում ես հասկացա մի բան։ Խնդիրներն այնքան էլ չեն, նրանք մեր մեջ են, եւ եթե դուք չեք բախվում ճշմարտության գլուխը, դա ձեզ ավելի վաղ թե ուշ կլինի, այնպես որ ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք մինչև վերջ, քանի որ ես պարզապես չեմ ցանկանա վատ սովորություններ։ Ես ձեզ կտամ դրանք կոտրելու բանալին, որպեսզի դուք սկսեք նոր կյանք, քայլ առ քայլ, առանց վրանների ելույթների, բայց ազնվությամբ եւ վճռականությամբ։ Պատրաստ եք լսել ճշմարտությունը, թե նախընտրում եք շարունակել ապրել քաղցր պատրանքով, որոշեք, քանի որ եթե հասնեք մինչև վերջ, այն այլևս նույնը չի լինի, դուք կսկսեք տեսնել, եւ երբ մարդը գալիս է տեսնելու, նա այլևս չի կարող կանգնել։ Նախ հետաձգեք կյանքը, հետո, գիտեք որն է ամենավտանգավոր խոսքը, որն առկա է, հետո ես սկսում եմ մշակել, հետո ես փոխում եմ քաղաքը, հետո ես ասում եմ այն, ինչ զգում եմ, եւ հետո հանկարծ, հետո անհետանում է, դուք կարծում եք, որ ժամանակ ունեք, բայց հեռախոսի էկրանը գլորում եք ձեր մատների միջև։ Մի շարք ես հանդիպեցի մի մարդու, ով որպես երիտասարդ երազում էր բացել իր հացաբուլկեղենը, ես ավելի լավ հաց պատրաստեցի, քան տատիկը, բոլորն ասացին։ Շուտով բացիր, քո տաղանդը զարմանալի է, բայց նա միշտ հետաձգվեց։ Երբեմն ժամանակ չէր, երբեմն փող էր պակասում, երբեմն երեխաները փոքր էին, մինչև 60 տարեկան էր եւ ասաց. Հիմա ուշ է, ոչ որդիս, ուշ էր, երբ նա ընտրեց հետաձգել, ինչ անել, ինչ որ բան արեք, ամեն ինչ, մի փոքր քայլ այսօր, հիմա այսօր վատ պլանն ավելի լավ է, քան վաղը կատարյալ պլան։
Երկրորդ, արթնացեք առանց նպատակի, նկատել եք, թե ինչպես եք արթնանում, այն բացում է ձեր աչքերը եւ արդեն անցնում է ձեր հեռախոսի, սոցիալական ցանցերի, դատարկ շեղումներին, մտադրություն չկա, ոչ մի իմաստ չկա ինչու, երբ մարդը չգիտի, թե ինչու է նա արթնանում, նա կորցրել է օր, նախքան նա նույնիսկ սկսեց, եւ եթե ամեն օր կորչի, ամբողջ կյանքը գնում է, ամեն առավոտ ես ինքս ինձ հարցնում եմ. Ինչ կարող եմ անել այսօր, ավելի լավը, քան երեկ, ով եմ ես ապրելու այս օրը, ինչ անել քնելուց կամ արթնանալուց առաջ օրվա համար գրեք 1 կամ 2 գոլ, ձեզ հարկավոր չէ անվերջ ցուցակ, ուղղակի մեկը, բայց դա կարևոր է։ Երրորդ լև խրված անցյալում, քանի հոգի եմ տեսել այսպես, միշտ հիշելով վիրավորանքները, անարդարությունները, թե ինչպես է կյանքը ավելի լավը, եւ գիտեք, թե որն է ողբերգությունը, երբ նրանք կառչում են երեկ, նրանք վաղը կառուցելու ուժ չունեն։ Անցյալը նման է գերեզմանատան։ Դուք կարող եք ժամանակ առ ժամանակ այցելել այն, բայց այնտեղ չեք կարող ապրել, մինչ դուք ապրում եք նախկինում, դուք ինքներդ եք թաղում, ինչ անել, երբ միտքը ձեզ քաշում է, ցավում է, ափսոսում կամ նախանձում է, սա մահացել է, ես կենդանի եմ, ես այստեղ եմ։ Սենյակ, բողոքեք գործող լինելու փոխարեն, կարող եք ընտրել, կամ գործեք, կամ բողոքեք, բայց դուք չեք կարող միաժամանակ անել երկուսն էլ։ Ես հանդիպեցի մի տղայի, ասենք, Հովհաննես, նա օրն անցկացրեց բողոքում, աշխատանքից, գինից, ժամանակից, կառավարությունից, մի օր նա ասաց նրան. Բողոքները ակնթարթային օգնություն են տալիս, ինչպես անալգետիկ, բայց դրանք ոչինչ չեն լուծում, դուք միայն ձեր էներգիան հեռու եք նետում այն օգտագործելու համար, իրերը փոխելու համար, ինչ անել ստեղծեք մեկ կանոն։ Յուրաքանչյուր բողոքարկման համար գործողություն, դուք բողոքել եք առողջությունից, գնացեք քայլեք, աշխատանքից, սկսեք ինչ-որ նոր բան ուսումնասիրել, մենակության մեջ, զանգահարեք ինչ-որ մեկին, արա։ 5-րդ վախենալ փոփոխությունից, փոխելը վախենում է, ես գիտեմ, բայց գիտեք, թե որն է վախկոտը, մնացեք հավերժ, որտեղ դժբախտ եք, շատերն ապրում են նշանաբանով։ Ավելի լավ է հայտնի, քան լավ է իմանալ, բայց այս կայունությունը ճահճի պես է, թվում է, թե հանգիստ է, մինչև չխորտակեք, մի օր ես հրաժարվեցի մի աշխատանքից, որտեղ 17 տարի էի, սարսափելի էր, բայց դրանից հետո ես սկսեցի ապրել, ոչ միայն գոյություն ունեցող, ինչ անել սկսեք փոքրից, փոխեք սովորությունը, ուղի, հոբբի, շարժումը արդեն հաղթանակ է։ 6-րդը, համեմատեք ուրիշների հետ, հարևանը նոր մեքենա ունի, ընկերն անցավ, կարծես թե ազդեցիկ ֆիլմ է ապրում, եւ դու ներս ես քայքայում, բայց դու ես, ձեր ճանապարհը, ձեր պայքարը, ձեր նվաճումները եզակի են, դուք չգիտեք այն գինն, որը նախանձում է կյանքը, նախանձը խոստովանում է, որ այն չի գնահատում ձեր սեփական ճանապարհորդությունը, ինչ անել սահմանափակեք ժամանակը սոցիալական ցանցերում, ամեն երեկո գրեք 3 բան, որ շնորհակալ եք, նայեք հայելու մեջ եւ ասեք. Ես իմ ճանապարհով եմ, ես ինձ համեմատում եմ միայն այն, ով ես երեկ էի։ Դուք կարծում եք, որ դա պատանդ է, ոչ թե ձեր կյանքի տերը, որդիս, ճշմարիտ ազատությունը գալիս է, երբ ասում ես. Այն ամենը, ինչ պատահում է իմ կյանքում, իմ պատասխանատվությունն է, նույնիսկ եթե դա իմ մեղքը չէ, ինչ անել ամեն առավոտ հայելու մեջ նայեք եւ ասեք. Ես իմ կյանքի հեղինակն եմ, եթե ես չեմ սիրում սցենարը, ես կվերեմ այն։ 8. Առանց կարգապահության ապրելու սովորություն։ Դուք շատ բան եք ուզում, բայց դուք չեք կարող ժամանակին վեր կենալ, աշխատել, թողնել ձեր հեռախոսը։ Ման անկանում եք արդյունքների առանց ջանքերի, դա գոյություն չունի, որդիս, կարգապահությունը պատիժ չէ, ազատություն է, ծուլության ազատություն։ Ավտոկոմատոլոգիա, քաոս, կամ դուք ինքներդ եք կառուցում կամ փլուզվում եք, ինչ անել սկսեք մինի առարկաներից, լակոտ։ Միևնույն ժամանակ միշտ ևսեք այն վարժություններ անել, պլանավորել օրը, դա ոսկոր է, մկաններն աճում են դրա շուրջը։ 9. Լռության համար սովորելու սովորություն։ Նկատել եք, թե որքան վախկոտ է ձեր հետ մենակ լինելը, այն միացնում է երաժշտությունը, շոուը, աղմուկը, շտապը, բայց ներսում կա դատարկություն, վախ, անհանգստություն, մինչև սովորեք լինել ձեր կողքին, դուք չեք իմանա, թե ով եք իրականում։ Ինչ անել 10 րոպե լռություն 1 օր առանց էկրանների, պարզապես զգացեք, լսեք ձեր շունչը, մտքերը, դա դժվար կլինի, բայց դա ձեզ համար ճանապարհն է։ Դեք, ուտելու, խմելու կամ ավելցուկ դիտելու սովորություն։ Այս ռելիեֆները փախուստ են, դուք չեք լուծում խնդիրը, պարզապես խեղդել եք այն, խնդիրը սննդի, ալկոհոլի կամ էկրանի մեջ չէ, բայց ներքին անվավերության մեջ փորձում եք լրացնել, ինչ անել հարցրեք ինքներդ ձեզ. Ինչ եմ ես իսկապես ուզում հիմա, ոչ ստամոքսը, այլ հոգին, եւ սկսեք կերակրել այն գործողություններով, խոսակցություններով, իմաստով։ 11. Դերասանության փոխարեն խոսելու սովորություն։ Գիտեք նրանց, ովքեր ասում են երկուշաբթի ես սկսում եմ, ես համարյա եմ, որն է իմաստը, աշխարհը չի հիշում բառերը, հիշում գործողությունները, խոսելը հեշտ է, անելը դժվար է, բայց միայն անում է կյանքը, ինչ անել երբ պլանավորում եք, հարցրեք,
Ինչ եմ արել, եւ մի փոքր քայլ վերցրեք, հիմա։ 12. Ինքներդ ձեզ չբավարարելու սովորություն։ Դուք հայելու մեջ եք նայում եւ ոչ մի ուժ չեք տեսնում, նայեք նպատակին եւ մտածեք. Դա ինձ համար չէ, բայց ես ասում եմ ձեզ. Դուք ավելի շատ եք, քան կարծում եք, այն ավելի ուժեղ է, խելացի, ավելի ընդունակ, պարզապես երկար ժամանակ չէի հավատում, նրանք սովորեցնում էին մեզ վախենալ ինքներս մեզանից, բայց դուք չեք արվել վախի համար, բայց լույսին։ Ինչ անել, սկսեք փոքր հաղթանակներից, նա ասաց, որ կատարեց, հավատքը կգա։ Ես կարող եմ։ Ես արժանի եմ դրան։ Իմ որդին, եթե նա հասավ այստեղ, ես ձեզ ուղիղ կասեմ։ Դուք այլևս նույնը չեք, ինչ սկիզբը, դա այլևս քնում է, այն չի ապրում ավտոմատ, դուք արդեն գիտեք, որ կան 12 սովորություններ, որոնք ներսից գցեք գեղձը, թույնը, այժմ տեսնում եք, թե որտեղից է թուլությունը, ինչու է ուժը պակասում, քանի որ թվում է, որ այն չի ապրում ձեր կյանքը, բայց այն գոյություն ունի ուրիշների կյանքում, եւ հիմա կա ընտրություն, դա կախարդական հապ չէ, դա արագ հաջողություն չէ, այլ իրական, դժվար, ազնիվ եւ մարդու ընտրություն։ Շարունակեք ինչպես նախկինում, այնպես էլ փոփոխություն, քայլ առ քայլ։ Եկեք ամփոփենք։ Թշնամին դուրս չէ, դա ճգնաժամը չէ, աշխատավարձը, երկիրը, հարևանը, շեֆը կամ կառավարությունը, թշնամին ներսում է, դա այս սովորույթներն են, ինչպես մոլախոտերը հոգու պարտեզում, քանի դեռ դրանք չեն պոկում, դրանք ոչ մի նոր բան չի աճի։ Կարող եք լինել խելացի, բարի, տաղանդավոր, բայց եթե դա անեք, մի առաջ մի եղեք, եթե դուք չեք հավատում ինքներդ ձեզ, մի կառուցեք, համեմատեք, վախենում, բողոքեք, կորցրեք օրեր, ամիսներ, տարիներ եւ ավելի վատ, կորցրեք ինքներդ ձեզ։ Ես ասում եմ ձեզ, որդուս։ Մարդը չի մեռնում, երբ մարմինը դադարում է, բայց երբ այդ կամքը մահանում է, երբ ասում է, ինչ, դա չի աշխատի, հետո ավարտվեց, նա քայլում է, ուտում, շնչում, բայց դա պարզապես ստվեր է, բայց դուք ստվեր չեք, դա հետևում է դրան, քանի որ դա ցավում է։ Եվ եթե դա խանգարում է, դա այն պատճառով, որ այն դեռ կենդանի է, չի համապատասխանում, նա ցանկանում է վերականգնել իրեն ոչ թե ուրիշների հետ, ոչ թե որևէ բան ապացուցել, այլ գիշերը պառկել եւ ասել. Այսօր ես ծանր էի։ Հիմա լսեք այն, ինչ ես պետք է ասեմ, ինչպես մեկը, ով շատ ուշ էր հասկանում։ Պետք չէ կատարյալ լինել, պետք չէ միանգամից ամեն ինչ անել, կարիք չկա բոլորին հաճեցնել, դա պետք է լինի դուք պետք է հայելու մեջ նայեք ազնվությամբ, ձեզ հարկավոր չէ դավաճանել ձեր հոգին, դա կարող է հոգնել, բայց ոչ պարտված, դա կարող է կորչել, բայց փնտրել, այն կարող է կոտրվել, բայց վերակառուցել, քանի որ կյանքը մեկ անգամ չի տրվում, այն տրվում է ամեն օր։ Եվ հիմա ինչ անել, դուք հարցնում եք, մեծ ծրագրերի ժամանակը չէ, ժամանակն է փոքր, բայց իրական քայլերի համար, ահա ձեր խնդիրն է, հին հրեայից ձեզանից։ Գրեք այստեղ ճանաչված 3 սովորույթ եւ ունեք, բացի այդ գրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի սկսեք դրանք փոխել, եւ հաջորդ 7 օրվա ընթացքում մի օր մի փոքր քայլ վերցրեք, մեկ, բայց անկեղծ, ոչ ինձ, ոչ թե հետևորդներին, այլ ձեզ համար։ Հիմա լսեք մի պատմություն, երբ ես փոքր էի, Երուսաղեմում նստեցի եղեսպակի, նա ծեր էր, համարյա կույր, բայց երբ նա խոսեց, բոլորը փակվեցին, մի օր հարցրեցի, որ ռաբբի, ինչպես ճիշտ ապրել, նա ժպտաց, շախմատի տախտակ դրեց իմ առջև եւ ասաց. Եթե զգում եք, այո, ես ուզում եմ, ես պատրաստ եմ, մի մենակ մի եղիր, բաժանորդագրվեք այս ալիքին, այստեղ մենք ֆոտոխցիկի համար դատարկ դրդապատճառ չենք ունենում, այստեղ մենք աշխատում ենք ինքներս մեզ վրա, կոտրել ծերունուն, կառուցել նորը, առանց հմայիչ, առանց ստի, իսկապես, բաժանորդագրումը նման է ձեռքի բռնելով։ Ես գնում եմ ձեզ հետ, ես ընտրում եմ աճեցնել, ոչ թե փտել, ես ընտրում եմ իմ իրականությունը։ Եվ, վերջապես, ամենակարևորը։ Եթե ոչ ոք ձեզ չի ասել, ես ասում եմ։ Դուք կարող եք դրան արժանի լինել, անհրաժեշտ եք, հնարավոր չէ, ոչինչի համար այս աշխարհ չի եկել, այսպիսով իսկապես ապրեք, այնպես որ մի օր, երբ հետ նայեք, կարող եք ասել. Մինչև հաջորդ տեսանյութը, դուք գիտեք, թե որտեղ պետք է գտնեք ինձ, շալոմ որդիս, եւ եղիր մարդ։